Բարի գալուստ բուժատետեր։ Դուք գիտեք, որ հին Հռոմում եւ հին Հունաստանում մարդիկ չէին ուտում բազուկի արմատը, այն կլոր կարմիր մասը, որը մենք այսօր բոլորս սիրում ենք։ Նրանք բազուկը մշակում էին բացառապես դրա տերևների համար։ Բազուկի տերևները, որոնք մենք հայերս անվանում ենք ճավ, համարվում էին թանկարժեք դեղամիջոց եւ դելիկատես, իսկ արմատը երբեմն օգտագործվում էր միայն բժշկական նպատակներով կամ որպես անասնակեր։ Ժամանակակից գիտությունը հաստատում է հին հռոմեացիների իմաստությունը։ Կենսաքիմիական հետազոտությունները ցույց են տալիս, որ բազուկի տերևները իրենց սննդարար խտությամբ մի քանի անգամ գերազանցում են բուն բազուկին արմատին։ Օրինակ, տերևներում երկաթի քանակությունը շատ ավելի բարձր է, քան արմատում, իսկ վիտամին A-ի եւ K-ի պարունակությամբ դրանք պարզապես անգերազանցելի առաջատար են։ Երբ մենք կտրում ենք բազուկի կանաչ արմատամնացորդները եւ նետում ենք աղբամանը, մենք բառացիորեն դեն ենք նետում վիտամինային հզոր կոկտեյլ, որի համար կենսահավելումների արտադրողները պահանջում են հազարավոր դրամներ։ Տերևների մուգ կանաչ գույնը վկայում է քլորոֆիլի հսկայական պաշարների մասին, իսկ վառ, կարմիր կամ մանուշակագույն ջղերը փաստում են եզակի հակաօքսիդանտների, բետալայինների առկայությունը։ Սա բնության կողմից ստեղծված կատարյալ համակարգ է, որը պատրաստ է սնել մեր բջիջները։ Այժմ հասկանանք, թե ինչ է տեղի ունենում մեր օրգանիզմում, երբ ուտում ենք բազուկի տերևները, ճավը։ Որպեսզի հասկանանք տերևների ամբողջ հզորությունը, եկեք պատկերացնենք, թե ինչ է տեղի ունենում մեր օրգանիզմի ներսում, երբ այս կանաչին հայտնվում է մեր մարսողական համակարգում։ Առաջին՝ հայրենատար համակարգի լայնացում։ Բազուկի տերևները հարուստ են բնական նիտրատներով։ Երբ դուք ծամում եք տերևները, ձեր թքի եւ ստամոքսահյութի ազդեցությամբ այս նիտրատները վերածվում են ազոտի օքսիդի։ Սա մի մոլեկուլ է, որը ստիպում է հայրենատար անոթների պատերին թուլանալ եւ լայնանալ։ Արդյունքը՝ այրան ճնշումը բնական ճանապարհով նվազում է ընդամենը մի քանի ժամվա ընթացքում։ Սիրտը սկսում է աշխատել առանց ծանրաբեռնվածության, իսկ թթվածինն ու սննդանյութերը շատ ավելի արագ են հասնում մկաններին եւ ուղեղին։ Սա է պատճառը, որ մարզիկները օգտագործում են բազուկի կանաչին դիմացկունությունը եւ էներգիան բարձրացնելու համար։ Երկրորդ՝ ոսկրային հյուսվածքի վերակառուցում։ Մենք սովոր ենք կարծել, թե ոսկորների համար կարևոր է միայն կալցիումը, սակայն առանց վիտամին K մեկ կալցիումը չի կարող հասնել ոսկորներին եւ փոխարենը կուտակվում է անոթներում, առաջացնելով դրանց կալցիֆիկացում, կարծրացում։ Բազուկի տերևների ընդամենը 100 գրամը պարունակում է վիտամին K-ի օրական պահանջի ավելի քան 300%-ը։ Արդյունքը՝ օրգանիզմն ներթափանցած վիտամին K-ն ակտիվացնում է օստեոկալցին, սպիտակուցը, որը բռնում է կալցիումի մոլեկուլները եւ ուղղակիորեն տեղափոխում ոսկրային մատրիցա։ Սա օստեոպորոզի եւ կոտրվածքների դեմ լավագույն բնական վահանն է։ Երրորդ՝ լյարդի գլխավոր դետոքսիկացիա։ Մեր լյարդը ամեն վայրկյան ֆիլտրում է հազարավոր տոքսիններ։ Բազուկի տերևներում առկա բետայինը եւ բետալայինները հանդիսանում են լյարդի բջիջների պաշտպաններ։ Դրանք խթանում են լյարդի երկրորդ փուլի դետոքսիկացիոն ֆերմենտները, ինչը օգնում է մեր օրգանիզմին արագորեն չեզոքացնել եւ դուրս բերել ծանր մետաղները, ալկոհոլի նստվածքները եւ քիմիական հավելումները։ Բացի այդ, բետայինը կանխում է ճարպերի կուտակումը լյարդում, կանխարգելելով լյարդի ճարպային հեպատոզը։ Չորրորդ՝ տեսողական ապարատի բջջային նորացում։ Մեր աչքի ցանցաթաղանթը մշտապես ենթարկվում է կապույտ լույսի եւ արևի ճառագայթների կործանարար ազդեցությանը։ Բազուկի տերևները պարունակում են ռեկորդային քանակությամբ լյուտեին եւ զեակսանտին, երկու հզոր նյութեր։ Այս նյութերը կուտակվում են աչքի դեղին բծում եւ աշխատում որպես բնական արևային ակնոցներ, ֆիլտրելով վնասակար լույսը եւ կանխելով տարիքային մոլեկուլյար դեգեներացիան եւ կատարակտան։ Իսկ այժմ հասկանանք, թե որ հիվանդությունների եւ խնդիրների դեպքում է այն բուժիչ։ Բազուկի տերևների կանոնավոր օգտագործումը կարող է թեթևացնել կամ կանխել մի շարք քրոնիկ հիվանդությունների ընթացքը։ Առաջին՝ անեմիա եւ քրոնիկ հոգնածություն։ Ի տարբերություն սինթետիկ երկաթի հաբերի, որոնք հաճախ առաջացնում են փորկապություն եւ ստամոքսի ցավ, բազուկի տերևների մեջ եղած երկաթը գտնվում է օրգանական կապերի մեջ։ Քանի որ տերևներում միաժամանակ կա նաեւ մեծ քանակությամբ վիտամին C, երկաթի ներծծումը աղիներում մեծանում է մի քանի անգամ։ Սա արագորեն բարձրացնում է հեմոգլոբինի մակարդակը եւ վերացնում է թթվածնային քաղցը։ Հաջորդը երկրորդ տիպի շաքարային դիաբետ եւ ինսուլինակայունություն։ Տերևները պարունակում են ալպա-լիպոլայաթթու, սա հզոր հակաօքսիդանտ է, որն ապացուցված կերպով նվազեցնում է գլյուկոզայի մակարդակը արյան մեջ եւ բարձրացնում է բջիջների զգայունությունը ինսուլինի նկատմամբ։ Այն նաեւ պաշտպանում է նյարդային վերջույթները դիաբետիկ նեյրոպաթիայից։
Հաջորդը փորկապություն, աղեստամոքսային տրակտի ալարկոտություն։ Բազուկի կանաչին հարուստ է անլուծելի բջջանյութով կլեչատկայով։ Այն գործում է որպես ցախավել աղիների համար, խթանելով պերիստալտիկան կծկումները։ Միևնույն ժամանակ այն հիանալի պրեբիոտիկ է սնունդ մեր աղիների օգտակար բակտերիաների համար, ինչ ամրապնդում է ընդհանուր իմունիտետը, որի ի դեպ 70%-ը, ինչպես գիտեք, գտնվում է աղիներում։ Հաջորդը քրոնիկ բորբոքումներ եւ հոդացավեր։ Օրգանիզմում թաքնված քրոնիկ բորբոքումը հանդիսանում է սրտանոթային հիվանդությունների եւ քաղցկեղի արմատը։ Բազուկի տերևներում առկա բետալինային պիգմենտները ճնշում են բորբոքային ֆերմենտների ակտիվությունը։ Սա օգնում է նվազեցնել ցավը եւ այտուցվածությունը արտրիտի եւ հոդերի այլ խնդիրների դեպքում։ Այժմ հասկանանք, թե ինչպես պատրաստել եւ օգտագործել բազուկի տերևները առավելագույն օգուտը ստանալու համար։ Որպեսզի տերևները չկորցնեն իրենց կենսաբանական արժեքը, դրանց հետ պետք է վարվել ճիշտ եւ գրագետ։ Ահա լավագույն մեթոդները ձեր սննդակարգում դրանք ներառելու համար։ Կանաչ էներգետիկ սմուզի թարմ վիճակում։ Ջերմային մշակման չենթարկված տերևներում վիտամին C-ն եւ ֆոլաթթուն պահպանվում են 100%-ով։ Վերցրեք 1 բուռ լավ լվացած բազուկի տերև, 1 կանաչ խնձոր եւ կես կիտրոնի հյութ։ Հարեք բլենդերով, ավելացնելով մի փոքր ջուր։ Կիտրոնի հյութի մեջ եղած վիտամին C-ն էլ ավելի կուժեղացնի տերևների մեջ եղած երկաթի ներծծումը։ Երկրորդ թեթև շոգեխաշում սպանախի ոճով։ Եթե տերևները մի փոքր կոշտ են կամ ցանկանում եք տաք ուտեստ պատրաստել, ջերմային մշակումը պետք է լինի կարճատև։ Տապակի մեջ լցրեք 1 թեյ գդալ ձիթայուղ, ավելացրեք ճզմած սխտոր եւ բազուկի կտրատած տերևները իրենց ցողուններով։ Շոգեխաշեք ընդամենը 2-3 րոպե, մինչ տերևները կթուլանան, բայց կպահպանեն իրենց գույնը։ Կարևոր գաղտնիք։ Ավելացրեք մի քանի կաթիլ կիտրոնի հյութ կամ խնձորի քացախ անմիջապես մատուցելուց առաջ։ Թթուն օգնում է քայքայել օքսալատները եւ բացահայտում է կանաչ հարուստ համը։ Հաջորդը ճարպերի կարևորությունն է։ Վիտամին A-ն եւ վիտամին K-ն, որոնցով հարուստ է բազուկի կանաչին, ճարպալույծ են։ Դա նշանակում է, որ եթե դուք ուտեք տերևները առանց ճարպի, այդ վիտամինները պարզապես չեն յուրացվի մարդու օրգանիզմի կողմից։ Ուստի միշտ ավելացրեք մի փոքր ձիթայուղ, հալած յուղ, ավոկադո կամ ընկուզեղեն ձեր ուտեստներին։ Իսկ ինչպես պահպանել ձմռան համար։ Որպեսզի տարվա ցուրտ եղանակին նույնպես ունենաք այս սուպերֆուդը, մի չորացրեք այն։ Լավագույն տարբերակը սառեցումն է։ Լվացեք տերևները, լցրեք եռման ջրի մեջ, թողեք 1-2 րոպե, այնուհետև քամեք եւ լցրեք հերմետիկ տոպրակների մեջ եւ դրեք սառցարան։ Ձմռանը կարող եք անգամ առանց հալեցնելու ավելացնել ապուրների, հարիսայի կամ ձվածեղի մեջ։ Խոսենք նաև վտանգների եւ ռիսկերի մասին։ Բնության մեջ չկա որևէ բացարձակ անվնաս բան։ Բազուկի տերևները եւս ունեն իրենց մութ կողմը, որի մասին պետք է իմանա յուրաքանչյուրը առողջությունը չվնասելու համար։ Առաջին օքսալատների բարձր պարունակություն, երիկամների թշնամին։ Սա ամենակարևոր հակացությունն է։ Բազուկի տերևները, ինչպես եւ սպանախն ու թրթնջուկը, պարունակում են մեծ քանակությամբ օքսալաթթու եւ դրա աղերը։ Օրգանիզմում կալցիումի հետ կապվելով սրանք առաջացնում են կալցիումի օքսալատներ, որոնք չլուծվող բյուրեղներ են։ Եթե դուք ունեք երիկամային քարեր կամ միզաքարային հիվանդության հակում, բազուկի թարմ տերևների մեծ քանակությունը ձեզ համար արգելված է։ Ինչպես նվազեցնել վտանգը։ Ջերմային մշակումը նվազեցնում է օքսալատների քանակը 30-ից 50%-ով։ Նաև կանաչին ուտելիս խմեք բավարար քանակությամբ սովորական ջուր։ Հաջորդը վիտամին K եւ արյան մակարդելիություն, դեղորայքային անհամատեղելիություն։ Ինչպես նշեցինք, բազուկի տերևները վիտամին K-ի հզոր աղբյուր են, իսկ վիտամին K-ն պատասխանատու է արյան մակարդման համար։ Այն մարդիկ, ովքեր ընդունում են արյունը ջրիկացնող դեղամիջոցներ, օրինակ վարֆարին, ասպիրին, վիտամին K-ի կտրուկ ավելացումը սննդակարգում կարող է չեզոքացնել դեղի ազդեցությունը եւ մեծացնել թրոմբների առաջացման վտանգը։ Եթե ընդունում եք նման դեղեր, կանաչի օգտագործման չափաբաժինը պետք է խիստ սահմանափակ լինի։ Եվ վերջինը ստամոքսի բարձր թթվայնություն եւ խոցեր։ Թարմ կանաչին պարունակում է կոպիտ մանրաթելեր եւ բնական թթուներ, որոնք կարող են գրգռել ստամոքսի բորբոքված լորդաթաղանթը, ում է հակացուցված։ Ստամոքսի խոցի, 12 մատի աղիքի խոցի կամ սուր գացրիտի սերման շրջանում գտնվող հիվանդներին սա չի կարելի։ Նման դեպքերում թարմ տերևներ ուտել չի թույլատրվում, կարելի է միայն թեթև շոգեխաշած վիճակում եւ քիչ քանակությամբ։ Հարգելի հետևորդներ, այս թողարկման համար պատրաստել էինք այսքանը։ Եթե տեսանյութը օգտակար էր, ապա հավանեք այն դնելով լայք։ Մեկնաբանությունների հատվածում անպայման գրեք, արդյոք սիրում եւ ուտում եք բազուկի տերևներ, թե ոչ, պահում եք այն ձմռան համար։ Մեկնաբանությունների հատվածում առաջարկեք նոր թեմաներ մեր հաջորդ թողարկումների համար։ Կիսվեք տեսանյութով ձեր ընկերների հետ եւ բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք հաջորդ հետաքրքիր տեսանյութերը, որոնք ձեր առողջության մասին են։ Լավ եղեք, ամուր մնացեք, մինչ նոր հանդիպում։